Բարելուս ժողովուրդ ջան, Փառք Աստծո, վերջնական 54%, ուրեմն դոդը չանցավ, 3.90, 4 չհավաքեց, դոդը չանցավ, ժողովուրդ ջան, բայց զգուշ մնացեք, ես առնախումներ կան, ինչ-որ բաներ են ուզում հրահրեն, շատ զգուշ մնացեք, ցանկացած բան ով ինչ տենա, իսկույն ոստիկանություն, բան, ամեն տեղ բան արեք, թույլ չտաք, Հայաստանում, որ ինչ-որ բաներ հրահրեն, ճիշտ է մեր ոստիկանությունը այսօր շատ հզոր է, բայց գիտեք, կարան էլի մի հիմարություն անեն, մի քանի մարդ տուժի, բան, ինչի համար, ոչ մեկին էլ պետք չտուժի, ոչ մեկի քթից արյուն պետք չգա, վերջնականը 54%, շատ ծանր ընտրություններ էր, շատ ծանր, սա ես ասեմ, միայն 10% ԿՊ-ին պակասեց միայն մի բանի համար, որ նոր տարուց առաջ այդ բաները բաժանեցին, այդ պարգևավճարները, այդ մեծ գումարները, ամբողջ ազգի աչքից և ունքից ընկան այդ բանի համար, դա պետք է վերացվի։ Կարակ շնորհավորեք մեր Նարեկին, կարակ շնորհավորեք մեր Սաղաթելյանին, իշխանին, ասում էր, այս չարիքի իշխանությունը վաղը չի լինի, կարակ շնորհավորեք Սամվելին, ամենակարևորը չմոռանաք շնորհավորել Գագիկ Ծառուկյանին, ու հետո ես այս իշխանությանը կոչ եմ անելու, որ նրա առյուծներին, Գագիկ Ծառուկյանի առյուծներին տեղափոխել երևի Աֆրիկա, կամ Սամոյի նոր սարքած կրկեսը, քանի որ այդ տունը Գագիկ Ծառուկյանի ծառայելու է որպես մեծահասակների կացարան, առյուծները բանան դե պետք չեն, հայ մարդ, կամ էլ նրանցից ինչ առյուծ է, մի հատ էշի էլ չկարեցա բանան կծեն։ Ժողովուրդ ջան, ես ես 2 ամիսա շատ եմ հանակներ եմ արել, բան եմ արել, ես հիմա հավատացիք, որ նույնիսկ 1% չեմ սխալվել, 2 ամիս առաջ ոնց ասել եմ, ընդե գրել եմ, չէ ժողովուրդ ջան, թեմա եմ գրել, 1% էլ չենք սխալվել, ինչի պետք է սխալվենք, ախր մենք մեր ժողովրդին ճանաչում ենք, մենք գիտենք, ես որ ասում էի, ընդդիմությանը այսքանից ավել չունի, ոչ ոք չէր հավատում, մարդիկ կային, եկել ենք, Նիկոլին սիկտիր անենք, սենց անենք, դե մի սիկտիր եղեք, սիկտիր անենք, քփակ, բիձա, էլ ինչ ասես չէին ասում, մի մեկը ամաչումա մտնի տես մի բան ասի այ մարդ, ես է վրեն խնդամ մի քիչ, ինչ ասեմ ժողովուրդ ջան, շատ ուրախ վիճակ է, ասինքն ուրախ վիճակ է, այս վիճակը մենք ենք ստեղծել, որ մեր երկրում այսպիսի մթնոլորտ է, ով ուզում է գա ժողովուրդ ջան, հնարավոր չի ժողովրդի հետ, եթե ժողովուրդը նկատում է իրեն իշխանության արած գործերը, ժողովուրդը նրան այդ իշխանությանը չի թողի, ախր մենք 30 տարի ոչ մի բան չենք տեսել,
Միայն թողել ենք հեռացել երկրից ստենդե։ Հասկանում եք, մենք ոչ մի բան չենք տեսել։ Ախր հիմա իշխանությունից տենում ենք, փողոցով ման են գալի ոտերն ու ստակը ուղիղ սիրուն սարկածա, էս մի բանը սարկածա, շենքերը վերանորոգվում ա, գրիշեքը վերանորոգվում ա, լիֆտերը մարդիկ շոշափում են, տենում են, աչքով տեսնում են, ձեռով ձեռ են տալի ամեն ինչին։ Մտնում ենք են գրասենյակները, բանա, էս միտեղ են, քեֆներս գալիս ա, ախր տեսնում ենք է ամեն ինչը, խիեն թազա ավտոբուսները են, տրոլեբուսները են, ինչա մենք սովետի ժամանակ չենք նման բաներ տեսել, ախր մարդը տեսնում ա այդ իշխանության արած գործը։ Քոչարյանը գնացել ա իմ աղբերս ընդեղ պարախոտ չի կալ է այդ թունելը մը։ Դեր սովետի վաղտը պարախոտ կեդ արա ծակած պատրաստ, մի հատ ասվալտ ամջին պրում, ասում ես թունելը ես եմ սարքել, առանց ամաչելու, ասում ա Տավուշի մարզի ճանապարհները ես եմ կապել, սարքել Լոռու մարզի հետ, իբր սովետական միության ժամանակ ճանապարհ չի եղել, որ Տավուշից Իջևանից ասենք Կիրովական գնան ախր այդեն սուտ բաները ինչքան մի հատ կուկուռուզ քանդելուց բաց ուրիշ բան չես արել Հյուսային Պողոտան քանդել են ժողովրդին միջև հմի են ժողովրդի մեծ մասին հլա տուն չեն տվել բայց ընդ քո համար Ռոբերտո խանութներ ա սարքած ախր ոչ մի բան չեք արել Ղարաբաղցիներին այդ խեղճ ու կրակ ժողովրդին համոզում եք, որ Նիկոլը վերջի մի տարում եկավ իշխանություն ու հանձնեց Ղարաբաղը։ Այդ մարդկանց չեք ասում, որ դուք 30 տարի Ղարաբաղը չեք ճանաչել, թողել եք ինքներդ փախել Ղարաբաղից, սկսել թալանել Հայաստանը ու Ղարաբաղը։ Ախր ոնց այդ ժողովուրդը ձեզ կհիշի, ոնց ժողովուրդը ձեզ ձեն կտա, հո այդ ժողովուրդը հիմար չի, այդ ժողովուրդը ոչխար չի, որ այդքան ես ասում էի, արա, որ ժողովուրդը հիմար չի, ես չի, դուք չէ ժողովրդին հույս էիք տալի։ 30 տարի Խոպանչի Սամոն եկել ա Հայաստան, Խոպանչի Սամոն եկել ա ասում ա ես եկել եմ ուժեղ Հայաստան սարքեմ, այդ ցավդ տանեմ, տես չիլմ, դու պտի, եթե ուզում էիր գայիր, քո միլիարդները միջև 2031 թիվը Հայաստանում դնեիր, Հայաստանում քո ասած գործարանները սարքեիր, Հայաստանում ապրեիր, մի 5 տարի հետո ժողովուրդը քո Հայաստանում արած բաները տենար, եմ որ Մոսկվայում բանում Հայաստանում քո համար բիզնեսներ ես դրել, Սամոջան, դա չի նշանակում, որ դու Հայաստանի համար ինչ-որ բան ես արել, ոչ, տես չի։ Նիկոլ Փաշինյանը 20 տարին դիմություն ալել, ժողովրդի աչքն ա մտել, 20 տարի ժողովրդի հետ քայլել ա, խի գիտեք, թե Նիկոլ Փաշինյանը հենց ընեց եկավ, մի սրոք Սերժ Սարգսյանն ա նստացրել Նիկոլին բանդ, մի սրոք Քոչարյանն ա նստացրել բանդ, Եվրոպական դատարանի միջոցով այդ մարդը այդ բանտերին, խոյանը պատահական չի եկել է իշխանության, հիմա էր մարդիկ այդ մարդու արածը տենում են, մի հատ փլած գյուղեք տվել այդ մարդուն, այսօր այդ փլած գյուղերը այս մարդը քաղաքներա սարքել, սարքում ա, դրա համար էլ մարդը էլի իրան ա ընտրում, սխալներ շատ ունի, վաղվանից սկսելու ենք արդեն,
իմացեք, ես ոնց ասել եմ, մնենց էլ լինելու է։ Վաղվանից Քոչարյան, Սամվել Կարապետյան, այդ ձկներա, մկներա, այսիմ ինչ, ձեզ մոռանում ենք վաղվանից։ Վաղվանից սկսելու ենք պահանջները կառավարությունից։ 5 տարի, մինչև 31 թիվը պահանջներ ենք տնելու։ Ու մեր պահանջները գիտեմ, որ կատարվելու է, կարող է ոչ լրիվ, բայց մեր պահանջների մի 50, 60, 70%-ը բաներ կա, որ այդ բաները 100%-ով կատարվելու է, որովհետև սրանք ժողովրդի իշխանություն են, հասկանում եք, դրա համար էլ մարդիկ էլի իրանց ընտրեցին, 120 հատ կուսակցությունով վրա եք տվել մենակ Նիկոլին, մի Նիկոլը հաղթեց 120-ით, հասկանում եք, որովհետև ժողովրդի հետ է, հասկանում եք, ժողովրդի հետ է մարդը, իսկ դուք ժողովուրդը, բայց գիտեք ինչքան էր ուրախացել, որ Քոչարյանը առաջի անգամ դուսեր եկել, երեխա էր խծտում, ասենց գրկում էր բաներ անում, իրան սկսում էր մարդ զգալ, Քոչարյան, այդ Նիկոլիցը շնորհակալ եղիր, որ քեզ մարդամեջ է հանում, այ մարդասպան, Նիկոլը քեզ, անձամբ քեզ հանեց մարդամեջ, որ մարդիկ քեզ տեսան, վախում էիր բունկերների, ձեր տանից, բանից դուրս գաս։ Նիկոլը հեծանիվով դուրս է գալի, ձեր փողոցներով քշելով անցնում գնում, գալի, իսկ դու, որ դուրս ես գալի Երևանի միջին 100 հատ, են ինչա, վշիբալայա հետևիցդ քեզ սկում, թե ում ես պետք դու, քեզ պետք է Ղարաբաղցիք ծեծեն ջարդեն, դե նրանք էլ որ քեզ սիրում են, թե ես ինչ անեմ, իրանք են մնացել անտուն, քո պատճառով, որ նրանք քեզ չեն ծեծում ջարդում, Հայաստանցուն 100 տարի պետք է որ քեզ ծեծի ջարդի, կարաս վաղվանից վաբշե չվախենաս, թեկուզ դատվելու ես, պետք է դատվես, մարտի 1-ի համար, 100% պետք է դատվես, պետք է պատասխան տաս, բա ոնց, բա այսօր լսում էիր են ինչ էիր ասում Քոչարյան, ասում էիր Նիկոլը ես գամ իշխանության երկար տարիներ նստելու է, դու այդ խոսքի համար արդեն վաղը պետք է պատասխան տաս, ես ամեն ինչ հիշում եմ, եթե Նիկոլը մոռանա, ես նրան հիշացնելու եմ, հասկանում ես, դու արդեն քեզ վարչապետ էիր զգում, գիտեիր թե որ քեզ թույլ են տվել ժողովրդի մեջ դուրս գաս, մի երկու տեղ կաղնես, մի երկու երեխու գլուխ շոյես, այդ քեզ մարդ սարքեցին մի քիչ, քեզ մարդ սարքեցին, բայց այն որ տուրնիկ էիր խաղում, ես գրել եմ, չէ որ կախվելու ժամանակն է, դրա համար տուրնիկ ես խաղում, mən պատահական չեմ գրել, ես դա 100% գիտեի, հենց այնպես չէի գրեի, հետո իմ ընկերները, բանա, իմ վրա ծիծաղեին, ասեին սուտ-մուտ բաներ էիր գրում, հիմա թող սա խամոզվեն, որ տոչնի է, մարդկանց ճանաչում ենք, հասկանում ես Քոչարյան, բայց քեզ չենք ճանաչում, դու ով ես, ով, մենք քեզ ճանաչում ենք, որ դու Ղարաբաղցիներով եկար իշխանության, ամբողջ ադրբեջանահայությանը, Ադրբեջանից հայաթափեցիր, դու ես արել, դա ադրբեջանցիները չեն արել, դու ես արել քո ձեռով, 500,000 հային Ադրբեջանից հայաթափել ես,
ու եկել ես վերջում մի տարի վարչապետ ընտրված մարդկանց համոզում ես, որ Նիկոլն է մեղավոր, արաղում մարդիկ էս չեն Քոչարյան քո նման, լավ ժողովուրդ ջան, ես ենքան խոսալով բան ունեմ իմ ժողովրդի հետ, ես գիշերվակ ես ինձ ձեզ չծանդրացնեմ, բոլորիդ շնորհավորում եմ, հայ ազգին շնորհավորում եմ, ես բոլորիցդ շնորհակալ եմ, որ ապրելով հեռվում ամեն հերթ գալու ենք մեր ազատ անկախ Հայաստանը, բայց մի գեղեցիկ օր, ու այդ գեղեցիկ օրը շատ մոտ է, վերջնական ենք գալու, արդեն գալիս ենք, հաշվեք ճանապարհին ենք, վերջնական գալիս ենք, ես ինձ համար արդեն ամեն ինչ պատրաստել եմ Հայաստանում, վերջնական գալու համար ամեն ինչը պատրաստ է, ուղղակի իստեղ հարցեր կա, այդ հարցերը պետք է լուծվի, ժողովուրդ ջան, լավ եղեք, վաղը կհանդիպենք, այսինքն վաղը ոչ, արդեն այսօր բոլորով իրար կշնորհավորենք, առավոտը հելդում ենք, գնում ենք շուկա, լավ միս ենք առնում, բան ենք առնում, գալիս ենք, կրակ ենք վառում, խորոված, քեֆ ենք անում, խմիչքը լիքը ջրի հետ գնում է, թե տնական, թե պետական, մի խոսքով պակաս ոչ մի բան էլ չկա, պակաս միայն էդ էր, որ մեր թշնամիներին ապացուցեցինք, որ մենք ազգ ենք, որ մենք չենք վաճառվում, որ մենք մեզ երկար հարյուրամյակներ անվանել են կներեք մի քիչ հուզվում եմ անվանել են դավաճան ազգ դա էլ չի լինելու բարի գիշեր բոլորի ժողովուրդ ջան